Պարոն Տեր-Պետրոսյան, ես մեր քննարկման հարցերը բաժանել եմ այսպես երկու մասի, անցյալի եւ ապագայի մասին, բայց քանի որ գիտեք, այսօր գերեվարվել են մեր զինվորները, նախ սկսեմ այդ թեմայից։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այդ թեման միայն այս կոնկրետ դեպքին չի վերաբերում։ Շատ։ Ընդհանրապես սահմանում, սա մեր սահմանների անվտանգության խնդրին է վերաբերում, արդեն քանի պատերազմից հետո անընդհատ այդտեղ դեպքեր են տեղի ունենում։ Ես դրա մի մասը փորձել եմ բացատրել արդեն իմ հրապարակումներից մեկում։ Ինչն է պատճառը։ Այստեղ կա քաղաքական խնդիր եւ հոգեբանական խնդիր։ Քաղաքականը բացատրել եմ հետեւյալն է։ Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, Փաշինյանը, եւ օգտվելով նրա թուլությունից փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից։ Սա է քաղաքական դրդապատճառը։ Մյուսը հոգեբանականը արդեն դա 30 տարվա Ադրբեջանի այդ նվաստացած վիճակներ պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է, ասեմ։ Դուք զգում եք, մենք նոր ենք պարտվել 9 ամիս առաջ, ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում։ Ինչու չենք հասկանում, որ նույնը պիտի լիներ Ադրբեջանում։ 30 տարի փաստորեն նրանք պարտված վիճակում հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ են ընկել։ Նա իր ժողովրդին է դիմում դրանով, իր այդ հոգեբանական վիճակից դուրս գալու այդ խնդիրը, որ ուներ իր ժողովրդին պարտքեր։ Նույն բանը ինչ որ հիմա հայ ժողովուրդը պահանջում է Նիկոլից պարտված վիճակում, նույն բանը Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ 30 տարի պահանջել է նրանից։ Բայց հաղթանակից հետո պետք է որ այդ հարցը լուծված։ Հիմա դրան էլ կասեմ, դրան էլ կանդրադառնամ։ Հաղթանակից հետո այս բանը ես չեմ հասկանում, թե ինչու է, ասենք, Ադրբեջանը նման գործողությունների դնում։ Հաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի։ Հաղթող կողմը պարտված հակառակորդի նկատմամբ մեծահոգի է լինում բոլոր պատերազմներից հետո։ Հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին։ Ոնց որ հակառակն է։ Ինչպես։ Կարծես հակառակն է։ Ինչպես հաղթել է։ Այստեղ հենց հիմա դա բացատրում եմ։ Դա կբացատրեմ։ Ուրեմն սա չարեց ինքը։ Սա պիտի աներ Ալիևը։ Ես ուզում եմ մի բան պատմել մեր հարաբերություններից։ Մեր հաղթական պատերազմներից հետո մենք ունեինք ադրբեջանցի գերիներ, Ադրբեջանն էր հայ գերիներ։ Մոտ 20-25 հոգի այդպես։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել Ադրբեջան։ Դիմեցի Կարմիր խաչին, տվեցին ցանկը եւ ասեցի ես ազատում եմ, թող գնան Ադրբեջան։ Իմ կողքի մարդիկ Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանը, բա որ նրանք հետ չտան, ասի հանգիստ մնացեք, ասի։ Ես Ալիև, Հեյդար Ալիևին գիտեմ, ասի։ Հանգիստ գնացին, նույն օդանավով մեր բոլոր գերիները հետ վերադարձան։ Այս ձեր հարցին ես պատասխանեցի, ըստ էության։ Ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Պարոն նախագահ, ուրեմն սկսենք անցյալից։ Խնդրեմ։ Ինչու մենք պարտվեցինք։ Դրա մասին շատ երկար խոսել եմ եւ համագումարի ելույթում եւ հատկապես դրանից հետո իմ հրապարակած վերջերս մի 4 օր առաջ հրապարակել հոդվածում հասկանում եմ մեր հերոստատիտողներից շատերը գուցե դրանց տեղյակ չեն, բայց այդքան մանրամասն ես հիմա չեմ կարող պատմել։ Ավելի կարճ ասեմ, որ մենք պարտվեցինք չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը։ Ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ։ Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել։ Դա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Այսինքն սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր։
Երբ որ դու հաղթական ես, դու կարող ես ստանալ շատ ավելին անգամ զիջումներով։ Այն զիջումները, որ մեզ առաջարկվում էին, այդ փոխզիջումներ եւ այլն եւ այլն։ Հիմա եթե համեմատենք այսօրվա վիճակը, այն 90-ականների ամենավատ տարբերակը ենթադրենք, փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ։ Վերջի վերջո, պարոն նախագահ, դուք ինչ էիք առաջարկում, որ մերժվեց։ Շատ են քննարկումները ամենասկզբից ես կողմ էի փուլային տարբերակին։ Փուլային տարբերակը շատ բարձ տարբերակ էր։ Մենք վերադարձնում էինք Ադրբեջանին Լաչինը եւ Քելբաջարը, պահպանելով Լաչինի միջանցքը։ Լաչինի միջանցքն էլ այսօրվա միջանցքի չափ չէր լինելու 4 կիլոմետր։ Մինիմում 22 կիլոմետր պիտի լիներ։ Դա էլ ինչով էր որոշված, որովհետեւ որպեսի գրադի հարվածները չհասնեին ճանապարհին։ Սա էր։ Ֆիքսված էր դա։ 22 կիլոմետրանոց միջանցքով ունենում էինք լղիմի ամբողջ սահմանները, լիակատար սահմանները խորհրդային միության ժամանակների։ Հիմա եթե այսօր մեր ժողովրդին ասվի, որ համաձայն եք այսպիսի վիճակի, այսպիսի կարգավորման, ուրախությունից կմեռնենք։ Բայց կարգավորումը ո՞րն էր։ Մենք կարգավորումը հետեւյալն էր։ Վերջնական կարգավիճակ չկար։ Ուրեմն վերականգնում էին լղիմի սահմանները խորհրդային միության, ստանում էինք Լաչինի 22 կիլոմետրանոց միջանցքը եւ սկսում էինք բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Իդեպ այդ բանակցություններին, իսկ այդ բոլոր այս հրատապարծերը լուծելուց հետո տարածքային եւ այլն, անցնում էինք երկրորդ этаպին, որտեղ Ղարաբաղ ներկայացված էր որպես հավասար կողմ Հայաստան, Ղարաբաղ եւ Ադրբեջան։ Ստեղծվում էր մի հատուկ հանձնաժողով Մինսկի խմբի հովանու ներքո եւ այս երեքի Ղարաբաղ, Հայաստան եւ Ադրբեջան համաձայնության դեպքում էր վճռվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ Ղարաբաղը ուներ վճռական ձայն։ Եթե նա չհամաձայներ, չէր լինելու։ Սա կորցրեցինք հետո, երբ որ Ղարաբաղը դուրս դրվեց բանակցությունների կամ կարգավորման գործընթացից։ Սա էր։ Այնտեղ ոչ մի խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։ Չկար այդպիսի բան։ Պարզապես չէր ֆիքսվում կարգավիճակ։ Այդպիսի վիճակներ կան աշխարհում։ Հյուսային Կիպրոսի կարգավիճակը մինչև այսօր պարզված չէ։ Մնացած բոլոր հարցերը պարզված են, սահմանները եւ այլն, համայնքների հարաբերությունները արդեն լավ էլ համագործակցում են։ Կարգավիճակը չկա։ Հա, այնտեղ սահմանները բաց են, ազատ են, գնում են գալիս։ Չկա կարգավիճակ։ Չի լուծված այդ հարցը։ Փորձեց Եվրոմիությունը տարբեր բաներ առաջարկեց Կիպրոս առանձին, հարավային Կիպրոսը, հյուսային առանձին, ինչ որ Եվրոպայի հետ ասոցացվեին եւ այլն, չհամաձայնեցին։ Դուք Սա էր լինելու։ Դա երկար ժամանակի խնդիր էր։ Բայց Ղարաբաղը կլիներ ապահով, խաղաղապահ ուժերով պաշտպանված, Ղարաբաղը կունենար զարգանալու մեծ հնարավորություններ, ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում են կորել, ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն։ Ինչ որ հաջողվել է Եվրոպային, ինչու՞ չի կարող հաջողվել նաև արևելքի երկրներին։ Կգար մի ժամանակ ժողովուրդները զարգանում են, արթնանում են, նոր հարաբերություններ են ստեղծվում։ Սահմանները այդքան նշանակություն կարող են չունենալ։ Պարոն նախագահ, գնալուց դուք ասացիք, որ խաղաղության կուսակցությունը ձեր հոդվածում, հա, պարտվեց եւ պատերազմի կուսակցությունը, բայց վերջերս Քոչարյանը ձեզ հակադարձեց, որ Լեռնային Ղարաբաղի այս կոնֆլիկտի պատմության մեջ ամենախաղաղ տարիները 10 տարիները եղել են իր կառավարման տարիները, հետեւաբար տեսնում եք, որ ոչ մի պատերազմի կուսակցություն չկար, դա միֆ էր եւ իրենք շատ խաղաղ ապրեցին 10 տարի։ Դուք կեսն եք ասում նրա ասացի։ Եվ ասում է բոլոր առաջարկները Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ։ Բանալին այս արտահայտության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում։ Եվ շատ պարզ։ Ուրեմն Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակը աշխատում է իր օգտին։
այս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը։ Ասում սա արդեն քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այս հարցում։ Պիտի երբ որ վեճ ունես անգամ մարդկային պիտի մտնես դիմացինիդ կաշվի մեջ հասկանաս ինչ է իր մոտիվը։ Մոտիվը դա էր։ Եվ ժամանակը չաշխատեց Ադրբեջանի օգտին։ Այն էլ ինչպես աշխատեց։ Տնտեսապես նա հզորացավ, Հայաստանը թուլացավ, ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավ բանակ էր, բայց փոքրացավ, արտագաղթի պատճառով։ Ես շատ գաղտնիքներ կան, որ չեմ ասել մինչև հիմա։ Հիմա մեր բանակի թվականակն անգամ այն չի, ինչ որ ասենք 94-95 թվականներին ունեինք։ Մեղմ եմ ասում։ Անգամ զուտ թվականակը, զորակոչիկների թիվ։ Ինչի վրա էր հույս դրել։ Դա կախված էր մարդկային գործոնից, այ մեկը կլիներ ավելի լավ կաներ, մեկը կլիներ վատ, գուցե մեր մոտ լիդերները չէին, թե դա օբյեկտիվ process էր պատմական։ Գիտեք ինչ, ես ասացի, նախ որպեսի մարդուց կախված լիներ, նա պիտի հասկանար։ Ես ասում եմ, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չհասկացան սա։ Վազգեն Սարգսյանն էլ չէր հասկացել դա։ Որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի։ Չի կարելի։ Այնքան པարզ բան է, որ ես նույնիսկ սկսել եմ վատ զգալ, որ անդադ այս բաները կրկնում եմ։ Ամենապարզ բանն է սա։ Եթե դուք վստահ եք, Դուք գիտեք ժամանակի գործոնը ինչ է։ Հիտլերի ամենամեծ սխալը ո՞րն էր։ եւ Հիտլերը պատրաստվել էր մայիսին հարձակվել սովետական միության վրա։ Հարավսլավիայում խնդիրներ առաջացան, 1 ամիս գնաց զբաղվեց Հարավսլավիայով հունիսի 22-ին սկսել։ Նոյեմբերին արդեն այնպիսի ձմեռ էր Ռուսաստանում չկարողացավ հասնել Մոսկվա։ Ժամանակի գործոնը կարող է, ինչ ասեմ, աշխարհներ փոխել։ Եթե դուք վստահ եք, որ այդ որոշումը, այդ ճանապարհը ճակատագրական է լինելու, ինչու հեռացաք։ Չէ՞ որ խոսքը երկրի ապագայի մասին էր ըստ էության, ըստ ձեր վերլուծության։ Դա էլ եմ բացատրել, գուցե ասում եմ շատերը չգիտեն, բայց դա էլ եմ բացատրել։ Եթե չհեռանայի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու։ Բայց Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ինքը մնար, մենք կգնայինք։ Ես հիշում եմ այդ։ Հիմա հետո ինչ որ հայտարարեց, երբ հայտարարեց, իմ հրաժարականից հետո։ Այո։ Հետո ինչ է ստացվում։ Հիմա դուք Վազգենի ասածը լուրջ եք ընդունում։ Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար այսպեսի արդարացում պիտի գտներ, բայց ինչ պիտի աներ։ Հասկացել եք սխալը։ Ես ասել եմ, այո, հասկացավ, նա շատ արագ հասկացավ։ Բայց ինչու Դեմիրճյանի այդ դաշինք կնքեց եւ փորձեց փաստորեն Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել։ Իշխանության համար պայքար։ Ոչ։ Այ բոլորի մասին կարող եք ասել իշխանության համար պայքար, Վազգեն Սարգսյանի մասին չեք կարող ասել։ Ինչու։ Նա անկեղծ կարող էր մոլորվել, բայց իշխանության համար պայքարում նա ազգի շահերին երբեք չէր դավաճանի։ Այդ մեկը անարդար կլինի նրա մասին ասել։ Մոլորվեց անկեղծ։ Հավատաց, որ վճռականությամբ, վճռական մենակը իր ամենասիրած խոսքն էր։ Մի բանի որ հասել ենք, ելի կհաղթենք։ Բայց շատ կարճ ժամանակում դա եղավ։ Այ շատ կարճ ժամանակում հասկացավ ամեն ինչ։ Շատ կարճ ժամանակում, այո։ Շատ կարճ ժամանակում։ 3-4 ամիս հետո արդեն ես գիտեմ նրա հոգեկան վիճակը։ Երբ խախտվեց բալանսը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ ինչու պարոն նախագահ դա մենք հավուր պատշաճի չզգացինք, չգնահատեցինք։ Զգացողներ եղել են, գնահատողներ եղել են, դրա համար էլ ես հրաժարական եմ տվել, այդպես չի։ Շատ པարզ իրավիճակում խախտվեց հօգուտ Ադրբեջանի։ Դա խախտվեց 96-97 թվականներին, երբ ստեղծվեց միջազգային կոնսորցիումը նավթի Ադրբեջանում, որտեղ եւ ամերիկացիներն էին ներկայացված, եւ British Petroleum եւ այլն, եւ մյուսներին փոքրիկ բաժիններ էին։
Սրանից հետո Ալիևի հրետորաբանը խոսքը փոխվեց։ Լիսաբոնում ինչ եղավ։ Լիսաբոնի մինչև այդ կոնֆերանսի սկզբնան նախորդ օրը Լիսաբոնում դրված էր մի սովորական փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, որը մի քանի անգամ ընդունվել է, որ ԵԱՀԿ-ը քաջալերում է Մինսկի խմբին շարունակել իր բանակցությունները Ղարաբաղի հարցի կարգավորման։ Սա ստանդարտ բան էր, մի քանի անգամ այդպես է։ Նույն բանը թուղթը դրված էր այս Լիսաբոնի ինչ է կոչվում համաժողովում։ Վարդան Օսկայանը մեր խմբում էր այնտեղ առաջատար խմբում, որոնք մշակում էին այդ բանաձևը։ Ասեց ամեն ինչ նորմալ է։ Եկանք հասանք Լիսաբոն, մեզ դիմավորում է Վարդան Օսկայանը, գունատված, կակազելով, ասում պարոն նախագահ, բան է փոխվել, ասում ենք ինչ է փոխվել։ Այս ասում նախորդ գիշեր Ամերիկան մի նոր բանաձև է բերել եւ համաձայնեցրել է բոլորի հետ, բացի մեզնից։ Եվ ինչ ասի։ Պարզել են նույն բանաձևներ, որ մեզ առաջադեր։ Դու գիտեք այդ բանաձևը։ Դե ես վետո դրեցի։ Ես գիտեմ նաև այդ բանաձևը ինչպես է հայտնվել Կլինտոնի սեղանին։ Դա ինձ Տեխասի նավթային լոբին էր։ Բերել, ասել են գնում ես Լիսաբոն, մեզ Ալիևը խնդրել է այսպեսի մի թուղթ։ Գիտեմ նաև անձամբ ով էր Կլինտոնի հակառակորդներ ամերիկյան խորհրդարանում Գինգրիչը։ Գինգրիչն էր բերել Տեխասի այդ թուղթը տվել Կլինտոնին։ Մեզ պետք է Ալիևը լավ տղա է, այսպեսի թուղթ է խնդրել։ Այդ ժամանակվանից փոխվեց։ Ադրբեջանը ստացավ ինչ-որ ոգևորություն, որ կարող է, այսպես դրսի ուժերի միջոցով հասնել իր նպատակին։ Դրանից հետո, որ Քոչարյանը ասում է Ադրբեջանը դրանից հետո արդեն ոչ մի առաջարկի չէր համաձայն։ Հա, բանակցում էին, երբ որ վերջնական փաստաթուղթը գալիս, ասում էր, չէ, սա մեզ դեռ չի։ Մի քանի անգամ եղավ։ Այդպես է։ Ես դա բացատրեցի, թե ինչ որ։ Արդեն նրանք որոշել էին ոչ մի համաձայնություն չկայացնել, հասկանալով ասացի, որ ժամանակը աշխատում է իրենց օգտին, եւ այստեղ նրանք ճիշտ դուրս եկան։ Հայաստանի հաշիվները սխալ դուրս եկան, ոչ թե սխալ, ողբերգական դուրս եկան, ազգակործան դուրս եկան։ Սա էր պատճառը։ Թուրքիան մտավ այդ ժամանակ խաղի մեջ, թե ոչ։ Որ ժամանակ։ Այդ 90-ականների Բացարձակապես ոչ։ Բացարձակապես ոչ։ Թուրքական իշխանությունները այդ ժամանակ շատ հավասարակշիռ էին Հայաստանի եւ այս Ադրբեջանի միջև ծագած այս կոնֆլիկտում։ Ես հիշում եմ նույնիսկ կոնֆլիկտի ծագումից անմիջապես հետո Դեմիրելը անգամ հայտարարեց, որ հայերը իրավունքներ ունեն, այդտեղ հայեր են ապրում, դա հայերը իրավունքներ ունեն, իհարկե պետք է այդ հարցը լուծվի ինչ-որ ձևով։ Լուծում չէր ասում, բայց ասում էր այդ մարդիկ իրավունք ունեն այդ հողի վրա ապրելու։ Մեզ հետ հարաբերություններում իդեպ Թուրքիան ուներ շատ լավ դիվանագիտական թիմ, հրաշալի արտաքին գործերի նախարարություն, դա կարևորագույն ինստիտուտներից մեկն էր։ Քեմալիստական շրջանից երկու լուրջ ինստիտուտ էր ստեղծել։ Բանակ եւ արտաքին։ Բանակը եւ արտաքին գործերի նախարարությունը։ Շատ լուրջ դիվանագետներ էին։ Եվ նրանք շատ հաճախ կշտամբում էին ադրբեջանցիներին, որ իրենք Թուրքիային ուզում են ներքաշել իրենց խնդիրների մեջ, իրենք ուզում էին իսկապես Հայաստանի հետ կարգավորել բոլոր հարաբերությունները, բացել սահմանները։ Դուք գիտեք, նույնիսկ այդ կոնֆլիկտի ժամանակ նույնիսկ մեզ ծորեն ուղարկեցին, բացեցին ճանապարհները։ Լրիվ ուրիշ Թուրքիա էր։ Պարոն նախագահ, Թուրքիան փոխվեց Էրդողանից հետո։ Բայց 2008-ին Էրդողանի ժամանակ, երբ որ գրում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, ես հիշում եմ Դավութօղլուն ասում էր երկու շրջան տվեք, երկու գյուղ տվեք, մենք հարաբերությունները կարգավորենք։ Այսինքն դա ինչ է ցույց տալիս, որ իսկապես նրանք հակված էին կարգավորելու։ Բայց էլի Էրդողանն էր։ Սկզբնական շրջանում նրա շրջապատում կային այդ դեռ
քեմալիստների հետ ազդեցությունը այդքան չէր թույլատրել։ Հետո ինքը սկսեց մաքրել լրիվ իսլամիստներով շրջապատվեց։ Հետո փոխեց նա։ Հետո աշխարհը փոխվեց։ Սիրիայի խնդիրները առաջացան, նոր շահեր, նոր համագործակցություններ։ Հիմա զուտ հիմա ինչ ասեմ, պրագմատիկ քաղաքականություն են վարում։ Այսօր սա է իրեն ձեռնտու դա են անում։ Շատերը մտածում են, որ տեսեք, մեր քաղաքական համակարգը չի կարողանում adekvat անձերը մի կողմ, adekvat պատասխաններ գտնել մարտահրավերներին եւ նրանք ասում են, որ այ քաղաքական համակարգի դեֆորմացիան սկսվեց հենց ձեր ժամանակ։ Խորհրդարանական ընտրությունները կեղծվեցին, նախագահականը կեղծվեցին եւ այդ ավանդույթներով Էլի ավելացրեք, ցուրտ ու մութ, չէ, ես շատ կոնկրետ եմ ասում, կեղծվեցին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Շատ լավ։ Հիմա դա անդիմախոսի խոսք է, չէ՞։ Իմ համակիրները այդպիսի բան չեն ասում։ Եթե անդիմախոսի խոսքերով առաջնորդվենք, քաղաքական գործիչներին, պետական այրերին գնահատենք իր հակառակորդների, դիտենք իր հակառակորդների կամ դատենք իր հակառակորդների գնահատականով, աշխարհի բոլոր քաղաքական ղեկավարներին, քաղաքական գործիչներին պետք է գնդակահարել։ Բոլորին։ Ինչի բոլորի ժամանակ կեղծվել են ընտրությունները։ Ես մի դեպքի համար չեմ ասում, այլ մի ուրիշ մեղքի համար։ Դուք գիտեք, որ Ամերիկայում շատ լուրջ պայթյուն ստեղծվեց ում դեմ, Ռուզվելտի դեմ, որը հաղթել էր պատերազմում։ Ինչու՞։ Հայտարարվեց ազգի դավաճան։ Դուք գիտեք դա։ Ինչու՞։ Որովհետև Արևելյան Եվրոպան զիջեց Ռուսաստանին։ Հաջորդը Տրումենն էր։ Տրումենը նույնպես դավաճան հռչակվեց։ Նա էլ Չինաստանը նվիրեց կոմունիստներին։ Բայց ձեր յուրահատկությունը ո՞րն է։ Այն ժամանակ էինք մենք դնում ավանդույթները։ Դուք առաջինն եք։ Ավելի վատ դավաճանությունները դրված ավանդույթների վրա նա Արևելյան Եվրոպան զիջեց Ռուսաստանին։ Ավելի ծիծաղելի բաներ են։ Դա մեկ, իսկ եթե դրան կոնկրետ, դա իսկապես դա, ինչ ասեմ, իմ հակառակորդների կարծիքն է, նրանց տեսակետն է, իրավունք ունեն, ոչ մի խնդիր չկա։ Բայց որևէ իրենց ասածներից որևէ բան, այդ մազուտ լափելու, ընտրություններ կեղծելու, չգիտեմ, ինչ անելու, որևէ բան դատական կարգով հաստատվել է թե ոչ, ցույց տվեք։ Չկա։ Չուզեցին, խնայեցին մեզ, ոչ։ Շատ լավ էլ ուզեցին, քրքրեցին ամեն ինչ։ Ազգուտակով, ոչ միայն ինձ եղբայրներից, միշտերին։ Քոչարյանն ասում է, ինչ եք ինձ բաներ ասում, տեսեք, ես ինչ-որ մեկին հետապնդել եմ կյանքում մի անգամ։ Ինչու՞ չի հետապնդել։ Պիտի հետապնդեր, եթե հանցագործություն էր կատարվել։ Չի եղել այդպիսի բան։ Դա ընդհանրապես կարծիք է իմ ընդդիմախոսների, չասեմ հակառակորդների։ Ընդդիմախոսների տեսակետն է։ Իրենց մասին տասնյակ հազարավոր ավելի ուրիշ բաներ կան։ Փորձեց Փաշինյանը ինչ որ բաներ բացել, դատել եւ այլն, բայց ինչպես միշտ Փաշինյանի որ գործն է սկսվել եւ ավարտվել, այդպիսի բան չկա։